Բարի երեկո, Մեծահաբի եթերում է Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Հայաքվեի վարչության անդամ Հրայր Կամենդատյանի հետ, բարի երեկո։ Բարդ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք, պարոն Կամենդատյան, տեսնում ենք, որ իրավիճակը այն աստիճան է լարվել հայաստանյան իրականության մեջ, որ այս վերջին հատկապես տարիները, երբ որ մենք նայում ենք, միայն աղետալի տարիներ էին, հա, Արցախյան Արցախի կորուստը ամբողջական հանձնումը թշնամուն եւ մենք հիմա տեսնում ենք այնտեղ ինչա կատարվում առանց հայերի եւ նախորդ շաբաթ տեսանք Մայր տաճարի ավերումը եւ այսօր էլ մեր այսպես նախարարներից մեկը, որը իշխանության կարկառուններից է, մենք գիտեինք նաեւ որպես նրան Էսի կանենք լավ։ Արսեն Թորոսյանի մասին է խոսքը, հայտարարեց, որ Արցախը մերը չի, Ադրբեջանինն է եւ իրենք այնտեղ ինչ ուզեն, ոնց ուզեն, այնպես կանեն։ Գիտեք, այս իրականությունը, երբ որ փորձում ենք վերլուծել, այս մարդիկ ինչի համար եկան, ուր հասան եւ հիմա հասել ենք մի վերջնակետի, որտեղ որ այս մարդիկ փորձում են կրկին վերարտադրվել ամեն գնով։ Ուզում եմ հասկանալ, մենք այս իրավիճակում, երբ որ քարոզարշավը դեռ չի սկսել, բայց իրենք արդեն վաղուց են սկսել, ինչ պետք է անենք եւ ոնց պետք է կարողանանք հասարակությանը սթափեցնենք եւ հասկացնել, որ այս սովորական ընտրություններ չեն ուղղակի։ Խնդիրը գիտեք որն է, որ ցանկացած ընտրական գործընթաց եւ միշտ պարունակում է եւ հանգուցալուծման վախ առաջին հերթին։ Այդ մարդիկ ովքեր որ իրենց կոտորում են, այն զզվելի կարելի արդեն զզվելի այդ պահելաձևով եղբայր միացրանից կպցնեմ կրծքիդ։ Այն արդեն անեկդոտեն են մարդիկ հեսում, որ ասում են նույն այդ մարդիկ մտնում են, այսպես ասած, հերձելու սենյակ, այնտեղ հանգուցալները մոտիկ ամսն եղբայր մի հատ կպցնում սրանից, մի հատ կպցնում սրանից։ Բանը հասել է, զավեշտը հասել է այնտեղ, որ էլ բան չկա, որ այդ նախընտրական իրենց ենթադրենք նկրտումները, նախընտրական իրենց այդ ձոները, մարդ հավաքելու, մարդ սոսնձելու պարզապես, մարդ սոսնձելու այդ մարմաճը էլ արդեն ոչինչ չունի տակը, մի օրինակ եմ բերում, 2 օր առաջ գնացին, մենք ընդհանրապես սովոր ենք, որ եթե որևիցե հաստատության, շենքի, մշակույթի օջախի, եթե այսպես հիմնարկերք է կատարվում, չէ, մենք սովոր ենք, հին մարդիկ ենք սենց ասում, որ կարմիր ժապավեն պետք է լինի կտրե, մարդիկ մտնեն ծանոթանան պայմաններին, զավեշտը հասել է այնտեղ, որ գնացել է մի այսպես չոլում, մի հատ ենթադրենք ցիցակ կպցրած, բայց այստեղ Ռոման Ամոյանի ենթադրենք սպորտդպրոցն է լինելու, ոչ նախագիծ կա, ոչ ֆինանսավորում կա, ոչ ենթադրենք դրա պատկերը կա, ոչինչ չկա, գնացել է չոլում, կոնկրետ ասեն ժողովրդի լեզվով ժողովուրդը հասկանալ է, գնացել են չոլում մի բան խփել են, բայց այստեղ բացում ենք անում, եղբայր արի միած նրանց կպցնեմ, եղբայր արի միած նրանց կպցնեմ, էլ այդ նույն բանը, ընդ որում ուժասպառն եղե թեմատիկ իմաստով։ Այո, մաշվել են, որպես քաղաքական միավոր, պետք է խոստովանենք, ընտրական գործընթացներին քիչ թե շատ ծանոթ մարդիկ համաշխարհային փորձնել, այդ բոլորը խոստովանում են, բոլորը հասկանում, որ սրանք շտաբիլ են։ 2-3 ամիս առաջ է, որ ընտրաշավ է սկսում ագրեսիվ, դու առնվազն դատը պարտված ես, մոտապես 1 ամիս հետո գաղափարապես ուժասպառ լինելու, վերանալու, այսպես ասած ցնդելու, անհետանալու, ինչին որ մենք ենթադրենք ականատես ենք։ Հիմա այդ թեմայի հետ կապված առավոտից երեկո մտածում են ինչ անեն։ Բանը հասել է այնտեղ, որ այս անձնավորությունը, բոլորս գիտենք ու մասն է խոսքը, անունը չեմ էլ ուզում տամ, էլի։ Չեմ ուզում դրա անունը տամ, որովհետև անվան մեջ էլ հայկական ոչինչ չկա։ Մեկը ռուսական, ռոմանո-գերմանական, մեկն է ադրբեջանա-թուրքական, ասենց ասում արմատները։ Հիմա նայեք, այս մարդիկ արդեն հասել են այնտեղ գաղափարապես այն կարգ են ջնջվել,
այսպես փշուր են եղել, արդեն ինչ որ իրենց գլխավոր գաղափարական, այսպես ասած, խոշորագույն մասնագետի եւ իրենց այսպես ասած չամուսնացած, հեռացած, վերադարձած, չձևակերպված հետանե կնոջ մեջ ինչ որ կոնֆլիկտ են ուզում առաջին պլան բերեն։ Այմարդ ինչ եք չարչարվում։ Ինչ եք չարչարվում։ Հրավիրեք stand-up, այսպես ասած, կոմիկների, չէ՞։ Հրավիրեք, կան ռուսալեզու բազմաթիվ, հերոսման շնի շատ։ Հրավիրեք, առատից երեկոդած քաղաքական ինչ-որ տեքստեր տվեք, թող խոսան, դուք էլ կուրախանաք, ժողովուրդն էլ կուրախանա։ Իսկ այդ անձնավորությունը, որ ասում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանը ինչ կուզի կանի, ուրեմն այդ խելացին պետք է ասենք, որ ոչ մի պետություն իր տարածքում մշակութային կամ հոգևոր բնույթի ծառայություններ մատուցող հաստատությունների հետ ինչ որ ուզի չի կարող անել։ Սա մշակութային վերջ-վերջո արժեք է, մշակութային կառույց է եղել եւ այդ ինքնիշխանություն ասած հիմարությունը, որ իրական թթ-պտտում են։ Գնում են մի հատ երշիկի արտադրամասում ինչ որ մի հատ բացել են հայտնաբերել, ասում են ինքնիշխան կերպով գնացեք, այդ ոչ ինքնիշխան բացել են հայտնաբերեցինք, 3 օրը փակեցինք այդ երշիկի արտադրությունը։ Խաղաղ մթնոլորտում, ոնց որ ասում են կանաչ խոտը սարերին, կապույտ օդը լեռներին, անմերժելի ճշմարտություններ այդ մի բացել հետ կապված։ Հիմա բացելներից որ խոսում ենք, դա բացելներ մի կողմ, բայց այս սոցիալական հարցերի նախարար աշխատող անձնավորությունը իհարկե բացիլ որ ասեցի, իրան չէր վերաբերվում։ Ընդհանրապես բացիլները իրենց տեղը։ Հիմա այս անձնավորությանը մի հատ հարցնանք։ Դու ինչ լիազորություն ունես, որ այս թեմայով խոսում ես։ Դու վերջ-վերջո պետական այր ես, պետական լիազորություններ ունես քո աշխատանքի մասնագիտական անձնագիրը, դու ով ես, ինչ աման ես։ Մենք տեսել ենք առողջապահության նախարար ինչպես է աշխատել, հիշում ենք կոവിഡ്ի ժամանակ ինչեր էր։ Ես մի բան ասեմ, թոշակը բարձրացնելու համար ես Հայակվի նախաձեռնության վարչության անդամ եմ, մեծ աշխատանք ենք իրականացրել։ Անցյալ տարի երևի ամբողջ տարին այս տարվա սկզբից մեծ աշխատանք ենք իրականացրել ամեն օր բազմաթիվ հարցազրույցներ, բազմաթիվ հանդիպումներ, այս վեր ենք անել սրանց ամբողջ պերճանքը եւ թշվառությունը, խաբեբայության այդ իրենց կառուցվածքն ենք վեր հանել, այդ անձնավորությունը ավտոյի մեջ, ավտոմեքենայի սալոնի մեջ նստել է իմ նկարի տակ, անձնապես ասում է մոլդովական սցենարը։ Ասում է այս Հայակվեն, որ ասում է վերել այդ բաները մեծ պաստառները դրել են, Գյումրիում կան, հենց միջեմակա տեղադրած։ Ասում է սա մոլդովական սցենար։ Այմարդ ինչ մոլդովական սցենար։ Քեզ ասում է ժողովրդի կյանքը ուզում ենք բարելավենք, ուզում ենք թոշակառուները ավելի գումար ստանան, դու ասում ես մոլդովական սցենարը, դա դրսի հանձնարարությունները կատարող անձնավորություններ են։ Այ մի հատ քեզ նայի, մի հատ մեզ նայի, այդ լրտեսի պատկերի վերաբերել մենք որոշակի ունենք, չէ՞, պատկերացումներ։ Այդ լրտեսի ով է նման։ Այդտեղ ու լրտեսս էլի։ Այսօր եկար ասում ես ինքնիշխան տարածքում Ադրբեջանը այս ձև անում։ Բա միջալուց մեր մեղքն էլ է, որ այս մարդկանց ընդհանրենք տարածած ամբողջ սուտը, ապա տեղեկատվությունը, նույնիսկ հիմարությունները, դա մենք ենք փորձում կարծես կոմենտատորն ստացվում է, որ իրենք են օրակարգ թելադրողը, կապ չունի այստեղ, հա, բովանդակային առումով, հա, ինչի մեջ են, բայց ամեն դեպքում օրակարգ են ձևավորում եւ ընդդիմադիր դաշտը, քանի որ այդ օրակարգի տերը չի եւ ինքը իրենով չի կարողանում օրակարգ թելադրել, ակամայից ստացվում է, որ մենք այո, սկսում ենք իրենց քննարկել, իրենց դաշտ բերած օրակարգները։ Ռուսական գրողներից մեկը հիմարների մասին, հիմարների քաղաքը մի ստեղծագործություն ունի։ Հիմա մենք ինչ անենք։ Երեք օրինակ իրենց այդ կարկառուն ներկայացուցիչ շուհիներից մեկը ասում է երկաթուղին, որ մենք ռազմավարական ճանապարհ ենք բացել, ասում է հացը կամ այդ վառելիքը
Վրաստանից գալիս է Ադրբեջան, Ադրբեջանն էլ ապա շրջափակում է իրականացել եւ Ադրբեջանից վառելիքի վագոնները երկաթուղու միջոցով մտնում են Հայաստան։ Այս մարդը լրագրողը հարցում է, միգուցե հակառակը, որտեղ Ռուսաստանից եւ բանից է եկել, Ղազախստանից է եկել այդ գնացքների կազմը։ Ասում միգուցե հակառակ է ընդհանրենք Դաղստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հաշվի առնելու է, որ Իջևանի գիծը ամբողջովին քանդված է։ Մոտավորապես հաշվարկներով $60 միլիոն է անհրաժեշտ, որ Իջևանի կողմի երկաթուղի դեպի Աղստաֆա գնացող եթե միանա։ Ռազմավարական ճանապարհ ենք բացել։ Հիմարության գագաթնակետ ասենք, Ենթադրենք ասենք, այս մարդը լավ պարզապես տգետ է, ենթադրենք, ոչինչ չի ուսումնասիրել։ Ես ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ որտեղ են աշխատել, որտեղ են սովորել։ Ես երբ մարդիկ կան, որ միանգամից նախարար են նշանակվել։ Գերոր կենսագրությունը նայում ես, մեկ տողով էլ չկա, հա, իրենք մինչև 18 թվականին չեն արել։ Քայլ նախարար, քայլ բարձրության պետ, քայլ ենթադրենք մարզպետ։ Ես մի բան ասեմ, օրինակ երեկոյան ուսումնասիրել եմ դերևս ցարական Ռուսաստանի ժամանակ երկաթուղու այդ ամբողջ կազմը ոնց է ձևավորվել, ոնց են հաշվարկել, որ Գյումրիից ընդհանրենք Մեղրի գնագից մի առանցիկ, ընտրում հիմնական այն ժամանակ հանգույցը Գյումրին չէր դիտարկվում, դիտարկվում էր Կարսը ավելի շատ։ Այդ եմ ուսումնասիրում, ադրբեջանականն եմ ուսումնասիրում, Հյուսիս Կովկասյանն եմ ուսումնասիրում, ուզում եմ հասկանամ, այս ազգային ժողովի падգամավորը, այդ ինչ ռազմավարական ճանապարհ է բացել։ Այդ ինչ ռազմավարական, ընդ որում հետաքրքիր գիտեք որ նա գոնե այդ տխմար պնդումները կատարելուց հետո ընդ որում պնդում էր, այս չէր սայթաքել, պարզապես պնդում էր։ Դրանից հետո ընդհանրենք այսօր գոնե պիտի ելույթ ուներ, ասել ժողովուրդ ջան, կներեք ես աշխարհագրությունից, ինչպես եւ մնացած բոլոր առարկաներից շատ սաղմնային էլ չէ, ավելի շատ ենթադրական գիտելիքներ ունեմ, չէ, կներեք սխալ եմ արել, ընդհանրենք 10 օր չեմ երևա ձեր աչքի, որ չհիշեք, ինձ անցնի գնա։ Այսօր ինչ որ նորից ինչ որ մեկը տես գել է, իր ասում է, հա ճիշտ եք ասում։ Ռազմավարական ճանապարհ բացեցիք, ապրեք։ Նայեք, հիմա մենք անընդհատ խոսում ենք այս տխմարների այն պնդումները, որը կապ չունի, հա, հասարակության լայն շրջանակների համար արվում, թե այն զանգվածի, որը հիմնականում Նիկոլ ընտրող է, բայց այն մարդիկ կանց, ովքեր որ ինքը այդ բրոշկեն, հա, քարտեզը, նախորդ օրը ասում են քարտեզին բրոշկան մի ասեք, բան, բայց այս մարդը քարտեզը ոչ միայն արժե զրկել, այլ բսկտված այդ մեր Հայաստանի քարտեզը կպցրել է դոշին եւ բաժանում է ժողովրդին, առանց մարդիկ հարցնելու, երբ որ վերցնում են այդ հա բրոշկեն չեն հարցնում, այստեղ ինչ կա, Հայաստանի Հանրապետության որ տարածքները կան, որ տարածքները չկան, արդյոք Սյունիքը կա, Տավուշը կա, Գեղարքունիքի հյուսիսային հատվածը կա, Ջերմուկը կա, Սևլիճը կա, Իշխանասարը կա, այսինքն ես մեր տարածքի անուններ տվեցի, որը մենք դեռ վաղը չգիտենք, հա, օրինակ հյուսիսային հատվածը Գեղարքունիքի լինելու է, թե չի լինելու։ Նաև մենք գիտենք, որ սահմանազատում եւ սահմանագծումը իրենց հանձնաժողովով որոշել են դադարեցնել ինչ որ առժամանակ եւ իրենք փորձելու են այնուամենայնիվ ընտրություններից հետո ի կատարածել։ Այսինքն Հայաստանից ինչ համանալու, մենք դրա մասին էլ չգիտենք, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ լինելու է արևմտյան Ադրբեջան, Հայաստան ամբողջապես։ Եվ նաև 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսում եւ այլն եւ այլն։ Ընտրություններից հետո այս ամբողջ փաթեթը, ծրագրային փաթեթը, նաև իրենք ծրագրերի մեջ ինչ են ներառել, հա, վեհապար Հայրապետին, Կաթողիկոսին, վերջնականապես կարգալույց անել եւ իրենց այսպես սուտի բարեփոխումներ կարգալույց չի կարող անել, մոռացեք։ Ամեն դեպքում հնարավոր է, որ իրենք հայտարարում են, որ մենք հեռացնելու ենք նրան, թե ինչպես են հեռացնելու իրենք երևի իրենց երևակայության մեջ արդեն ունեն, բայց ամեն դեպքում այս իրականությունը իրենք ոնց են փորձելու դա անել, սկսած սահմանադրության փոփոխությունով, վերջացրած ազգապ կործան այս վիճակը, որը մենք արդեն դրա մեջ ենք իրականում։ Հայկական գրողներից մեկը, նորից այսօր գրողների հետ կապված անդադով բերում, այնտեղ մի դրվագ կա, ասում է Վարդան Օսկանիչը այն կինքումը,
Վարդանոսկան չէ որ բռնադատել է մարդկանց խաբել, առևտրական շահից ելնելով անդադ մարդկանց հարստարել, որ հայտում բանում դժողքի դռանն է հայտնվում, այնտեղ սատանաների է տեսում, սատանաները պստիկ, փոքր սատանա գալիս են ասում են ոտից թևից քաշ քշել, ասում են ինձ ինչ եք ուզում, ասում են եղբայր ենք, աղբիր ենք, հիմա այս բոլոր պնդումները պնդումներ կատարողների ցանկությունները ասեմ, մտքի ելևէջները ասեմ, թե ընդհանրապես կաղ երևակայության ինչ-որ խրախճանք ասեմ, սրանք սատանություններ են։ Յուրաքանչյուր նման պնդում դա սատանության մի չափաբաժին է։ Դա մի կաթիլ է մաղձով, թույնով, հակահայկականությամբ, մեր ընդհանրապես էթնոսի լավագույն գծերի մերժողականությամբ լի կաթիլ են, սև կաթիլներ են։ Մեջն էլ արյուն եւ սև մաղձ։ Որտեղ երախը չի կշտանում։ Այո, հիմա փորձենք մի 2-3 հատ այստեղ բաժանենք դրվագներին։ Իլխամ Ալիևը գլուխը պատին է տալիս։ Դե Իլխամ Ալիևը հիմա հանձինս Հայաստանի, ասած իշխանության աթոռի վրա սոսնձված անձի գտելա մեկի մի անատամեի, մի չեմ կարող ասում, չեմ ուզում նկարագրեմ դրան։ Գտելա ու ինչ-որ sense հայտարարություններ անում, գլուխը պատին է տալիս։ Այդ առաջին, այդ արձանագրենք։ Խնդիրը գիտեք որն է։ Երբեք թշնամուն չի կարելի բերել քննարկման դաշտ եւ նրա հետ փորձել ինչ-որ պրագմատիկ բանավեճեր վարել հեռակա, ինչ-որ նրա ասածների մեջ ճշմարտության մի պաշար պահել, մնացածը քննարկել։ Նա աննասուն թշնամի է։ Նա խաղամոլի մեկն է։ Նրա ծնողը կրակներ են, երբ որ դա սովորում էր Մոսկվայում։ Ամբողջ օրը խաղամոլության կրքի մեջ տապակվում էր։ Հիմա ղեկավար է դառել։ Նա ինչ ղեկավար։ Խնդիրը հետևելն է, որ խնդիրը մեր մեջ է իրականում։ Մեր պարտությունը մեր մեջ է։ Այո։ Մեր պարտությունը մեր մեջ է եւ պարտությանը օժանդակելու խնդիրներից մեկը նաեւ է, որ այդ պարտություն, ոնց որ ասած, չծրագրավորողները, բայց պարտության դիմաց չառնողները դաշնակիցների հետ կապված չկարողացան կատարել համարժեք աշխատանք։ Դաշնակից գտնելը, գիտեք, շատ դժվար է, բայց դաշնակից կորսելը շատ հեշտ։ Շատ հեշտ։ Այն բոլոր գործողությունները, այն որ հիմա ինչ-որ մեկը կա, գալիս է մի 500 հոգու շրջապատված, գալիս է ինչ-որ դատարան ցուցմունքներ է տալի, ինչ-որ աստվածաշնչական լեգենդներին հավասար ինչ-որ մտքեր արտահայտել, այս մարդիկ են մեղավոր։ Այդ մարդիկ են, հիմա ով ում բերել է, դա հարցի այլ մասն է, բայց այդ ով ում որ միջավայրը բերել այլևս։ Երբ որ դու չես կարող հարցերը կարգավորել, չես կարող դաշնակիցներից հետ այդ կնճռոտ հարցերել, չէ, կարելի է շատ հանգիստ լուծել այս ամբողջ արհավիկները չնել եւ Իլխամ Ալիևն էլ մարդ չէր դառնա։ Նա իրենց ինչ է ներկայացնում։ Ոչ մի բան չի ներկայացնում։ Դրա նման տասնյակ բռնապետներ, բռնականներ կան այս ամբողջ արևելքում, որտեղ որ նավթ կա։ Այդ կռապշտական այդ ոնց է նավթի վրա հենված այդ բռնապետությունները դրանցով ոչ մեկին չի զարմացնի, դրանք փլվելու են, ընդդեմ գիտեք, մեր ուժով չեն փլվելու, նոր տրենդերով, նոր տեխնոլոգիաներով, ընդհանրապես աշխարհի մո փոթորկում է, չէ, այս տրենդերը դրանց այդ ամբողջ բռնապետությունները մեջից քայքայել են փշուսարկ են։ Հիմա հաջորդը այս այդ պնդումներ կատարողները զանազան որքան չէ, այդ չաշխատած, բայց պաշտոնական լիազորությունների մոտիկացած մարդիկ։ Դրանց մեկ ինչ պետք է ասենք։ Պետք է ասենք ստեսություն։ Ընդհանրապես։ Այս 8 տարվա մեջ չի ստացվել է, պարոն կոմենտատոր։ Չէ, ստացվել այլ խնդիր է։ Ես օրինակ այսօր ընթերցում եմ Washington Post-ում հրապարակված հոդվածի բանալին, դա 8%-ն էր։ 8%։ Ներկա իշխանությունները ես սոցիալական ոչ մի հարցախույզերի չեմ հավատում։ Ոչ մի բազմաթիվ հարցախույզերին մասնակցել եմ անձամբ։
Համակարգում ենք խմբեր, այդ խմբերի այդ աշխատանքները իրականացում, որովհետեւ մեկ էլ հանրության արձագանքը հետադարձ հասկանանք վերջ-վերջը թեման որ կողմ է գնում, որ թեման է հանրությանը իրապես հուզում։ Այդ 8%-ը, որ Washington Post-ը գել է, որ ներկա իշխանությունները ընդամենը 8% աջակցություն, սա բանալի բառն է։ Եվ սա ապացուցում է, որ հետախուզական տվյալների վրա համընդհանուր տվյալների գաղտնի տվյալների ուսումնասիրության վրա տեխնիկական այդ ամբողջ հնարքները, որ ունեն ամերիկյան կողմերը, դեսպանատունը տեխնիկական կոմբինատ է։ Այնտեղ դիվանագետներ չկան հավանաբար։ Ամբողջը այդ լսելու, ուսումնասիրելու աշխատանքը կատարող մասնագետներ են։ Այս 8%-ի հրապարակումը նշանակում է, որ այո, վերջապես մի կողմ հայտնվեց, շատ պատրաստված, շատ ուժեղ, բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները, որ ասում է, որ դուք ունեք իշխանություն ընդամենը 8% աջակցություն։ Այս զանազան գելափա, եսի ինչա, դրանց այդ ասած թվերը, բաները, դրանք խարդախության է։ Այսօր իշխանությունը մի խոսքով ունի 8%։ 8%, այսօր ամերիկյան Washington Post-ը այն ամենահռչակավոր պարբերականներից մեկն է։ Այսօր հայտարարեց, որ ունի 8%։ Եվ այս 8%-ը ի՞նչ է նշանակում։ Բավական հետաքրքիր ձևակերպում են տվել։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները պետք է հեռանան եւ դատվեն, եւ կամ այս իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կեղծեն։ Այստեղ չկա։ Բայց եթե 8% աջակցություն կա ընդամենը, ոնց է այդքան չեն կարող, չէ՞, կեղծել։ Խնդիրը գիտեք որն է։ Խնդիրը հետեւյալն է, որ մեզ մեդիա միջոցներով մատուցում ոչ թե աղավաղված, այլ սատանայակերպ սուտ։ Դե հիմնականում հմեկն է, որը եկեք այդ հմեկին չդեմոնիզացնենք։ Հմեկը 5 ելներ, 15 ելներ, 5200 ելներ, չէ՞։ Այդ մարդկանց պետք է դեմոնիզացնել։ Նրանք վաղուց ներսը վարված, արտաքինից փոշոտված, ենթադրենք քաղաքական որոշակի, այսպես ասած, անելիք նույնիսկ չունեցող այդ անձնակազմ են։ մտոք ոտաբոբիկ, մտքերով ոտաբոբիկ, քայլերով ենթադրենք բադիկի քայլվածքով, ենթադրենք մտքեր արտահայտած մտքերին չեն։ Ինչ որ մեկի մի բառի սայթակումից կախվեն ու 7 անգամ հարցնեն այդ մի բանը, դե ասեք։ Այդ ճիզվիտային մեթոդները բոլոր երկրներում եղել են։ Եվ զարմանալի չէ, օրինակ, որ Գեբելս անդոմի բան կար, անձնավորություն կար Հիտլերյան Գերմանիայում, ինքը լինելով թատրոնում մեծ գիտակ, չէ, նույնիսկ ինչ-որ դրամաներ է գրել։ Բայց ինչ էր անում, գիրք էր այրում, ում համար էր այրում, գերմանացիների համար։ Բրեխտ կարդացող գերմանացին, ընդ որում Բրեխտին թողենք մի կողմ, ենթադրենք, Կասպար անունով նկարիչ կար, Հիտլերը հրճվանքից մահանում էր այդ մարդու նկարն, այդ մի 15-20 նկար ունեն ընդհանուր այդ անձնավորությունը։ Նկարները վառում էին, նկարներն ամեն թաքծոցներում թաքցնում էին, խոնավության մեջ, այդ ամրոցների, այդ սալահատակներից էլ ներքև թաքցում են, որ գերմանական ժողովուրդը տրվի հիմարությունների, ամրակուռ ինչ-որ արիացիներ, ենթադրենք նույն սովետական, այդ ասած մուրճ ու մանգաղի պես գերմանական տարբերակներ կային, չէ՞։ Հիմա նույն ձևի այդ հմեկը, որ այդպես առօրյա երեկոմ մարդկանց ականջները լցնում են, ընդ որում բանը հասել է գիտեք որտեղ, որ սերնդափոխության մասին նույնիսկ այս մարդիկ մոռացել են։ Ցանկացած կառույցում, ցանկացած հաստատությունում, եթե չկա սերնդափոխություն, այնտեղ միանգամից հաստատում են ճահճային մենտալիտետ, ճահճային մոտեցումներ եւ բնականաբար երաշտականի մոցով բան է գործերի կռուց, ոչ մի ուրիշ բան։ Բայց նայեք, պարոն Կոմենդանտյան, դուք անընդհատ ինչ որ ասում եք համամիտ եմ, բայց մենք այս 8 տարվա մեջ հասարակությունն էլ է մաշվել, չէ՞, այնուամենայնիվ։
Մենք տեսնում ենք, որ մարդիկ նյարդային կծիկի վրա նստած են, մարդիկ հասկանում են ինչա կատարվում եւ այդ մեկը, որը իր քարոզչությունը տանում է ուղիղ սինխրոն իշխանությունների հետ, օրինակ գյուղերում ապրող տատիկ պապիկներին եմ ես միշտ օրինակ բերում, ովքեր որ ամբողջ օրը իրենց անասունների հետ են, հա, հողամաս են մշակում եւ այլն, գալիս են երեկոյան հոգնած եւ միացնում են մեկը եւ տեսնում են բոլորովին ուրիշ Հայաստանում ենք ապրում, Նիկոլն էլ այս ազգի Տիգրան մեծն է, ջան ուրախություն, դե մենք էլ նախկիներին ատում ենք այն թալանչիներին, իրենք այդպես են, չէ՞, իհարկե հիմա մի քիչ անցել է այդ խոսույթը որոշել են այս քարոզարշավին չօգտագործել խաղաղությամբ են միայն գնում առաջ, բայց մենք իրականում տեսնում ենք, չէ՞, որ այս մարդիկ հենց այդ քարոզչությունը ուտում են եւ փորձում են մարսել։ Քաղաքացու օրը վկա մենք տեսանք մարդիկ այնտեղ եւ նրանք շատերը խռոված գնացին, որովհետեւ այդ 5-6000 դրամը չունեին, որ մի կտոր խորոված գնեին, բայց իրենք եկել էին այն տրամաբանությամբ, որ պետք է անվճար ձրի հաց ուտեին, որովհետեւ իրենք այդպես էլ ասել էր, չէ՞, Նիկոլա եկեք մի փոր հաց ուտենք, մի բան խմենք, մի բան խմենք, ուտենք, խմենք։ Այդ մարդիկ էլ եկել են եւ խռոված գնացին, որովհետեւ այդ մարդիկ չունեին այդ գումարը, որ առնեին այդ մի կտոր միսը, որ ուտեին։ Հաց եւ տեսարանները ապահոված է եւ այս ընտրություններին այս մարդիկ ինչ է կարծում էլի գնալու են ցայն տան, չէ՞։ Եվ աշխարհում նաեւ դուք օրինակներ բերեցիք դրսից կապիտուլյացիա ստորագրած որևէ երկրում, որևէ թվական կարող եք դուք ինձ հիշել եւ օրինակ բերել, որ կապիտուլյացիա ստորագրած մարդը կարող է նորից վերընտրվել։ Այո։ Զարմանալի բան եմ ասում, բայց այո։ Եթե Ադոլֆ Հիտլերին մայիսի 2-ին, եթե նա չանհետաներ, չգիտեմ, մահացել է, սպանել են, ինչ են արել, բարել են, ինչ են արել, չեմ բանում, չէ՞, բայց եթե Ադոլֆ Հիտլերին թողեին, որ նա 6 ամիս շարունակի Գերմանիայի ղեկավար մնալ, ընդ որում բազմիցս խնդրել է այս բաներին, դաշնակից երկրներ, որ իրեն թողնեն 6 ամիս։ Վստահ եք, 6 ամիս հետո հիտլերական այդ ֆաշիստական գաղափարախոսությունը Գերմանիայում նորից հաղթելու էր։ Մի օրինակ բերեմ։ 54 թվականը, երբ որ Գերմանիայում իրականացում են լյուստրացիա, ընդրում մոտավորապես 25 միլիոն մարդ անցկացրել են լյուստրացիա միջոցով։ Իջել են նույնիսկ գյուղական ամենահասարակ ծառայողին քննել են։ Սովետական, անգլիական, ամերիկական եւ ֆրանսիական այդ բաներում, բաժիներում, գերմանական օկուպացիոն տարածքներում։ Մոտավորապես բնակչության 75%-ը դեռևս հավատում էր Հիտլերին եւ հավատում էր Ռեյխի հնարավոր վերածնմանը։ Հիմա դա այլ հարց է իհարկե։ Երկրորդ հարցը, մի խոսք է հետաքրքիր, կարծեմ, եթե չեմ սխալվում, բանն ասել։ Միշել Մոնտենն ասել, փիլիսոփա, նա ասում է տգիտությունը միշտ պատրաստ է զմայլվելու։ Հատկապես մարտնչող տգիտությունը։ Մարտնչող տգիտությունը ավելի շատ նեոբոլշևիկյան մոտեցում էր եւ այդ բոլշևիկները ովքեր պատրաստվում են ամենի դեմ մարտնչել եւ քանդել այս աշխարհը, որ նորը կառուցեն, նրանց այլ բան սпасել չէ։ Նրանք ամենի մարտնչ։ Նրանք նույնիսկ ընտանիքն էին քանդել եւ մարտնչելով ուզում են ընդհանրենք բանը չհաստատված բազմականություն կիրառել բոլոր գյուղերում։ Հիմա բանի հետ կապված, այդ տգիտության հետ կապված մի խնդիր կա։ Ուսման որակը այն կարգի փչացած էր մեզ մոտ։ Եվ հիմա այնպես չի որ բարելավել է։ Ես օրինակ իմ հետ այսպես ասած հավանաբար նորտնչող տգիտության դիրքերից մեկը ինձ ընդդիմանում էր կոնկրետ ինձ։ Ասում եմ դու գիտես ռուսները ինչ են արել։ Ասում եմ մեր Կիլիկիայի թագավորությունը կործանել են։ Ասում եմ նորմալ է, իսկ դու գիտես Կիլիկիայի թագավորությունը որ թվականն է կործանվել, հավանաբար մի տեղից կարդացել էր։ Բա 1375 թվական, ասե ապրես եւ 5 տարի դրանից հետո դեռս պետք է անցներ, որ ռուսական զորքը թաթարների հետ ինքնիշխանության պայքարում, չէ՞, այդ Կուլիկովոյի ճակատամարտում բախվեր։ Այս անգրագիտությունը, որ տիրում է մեր մոտ, այս անգրագիտությունը մեր երկրի, մեր ժողովրդի, ասեմ,
ազգի չասեմ, ազգը բավականին բարձր է գիտակցական իմաստով եւ կրթական իմաստով։ Սա չարիք է։ Այս չարիքը չի անցնում։ Այս չարիքի դեմ ինչքան պայքարենք 8 տարել, 80 տարել, այս չարիքը կա, այս չարիքը արմատակալում է։ Արմատակալում, ախր խնդիրը գիտեք որն է, խնդիրը հետևն որ յուրաքանչյուր մարդ գոնե իր արժե պետք է պարտք դրացել է, պարտավորություն մշտապես լուսավորվելու։ Լուսավորիչներ որ ասում են, ենթադրեք, չի համար են ասում լուսավորիչներ, կամ կան նաև աղանդ կա որոշակի իլյումինատներ, լուսավորիչներ, չէ, կամ ենթադրենք լուսավորության դարուր ասում են։ Դա գիտության լույսն է։ Գիտության լույսն է, իմացության լույսն է։ Եվ այս մենք գնում ենք շրջաններում, օրինակ մարդիկ ենք հանդիպում, քաղաքում եւս, ընտրում քաղաքում անգագիտությունը ավելի բարձր է։ Ավելի բարձր է։ Քաղաքում այդ քաղաքային մշակույթի, ժարգոնի, այդ տաղավար բիսեդկա կոչվածում, պիվա խմելու, գարիջուր օգտագործելու, կարդ խաղալու, այս գիտես, այս թնջուկը, որի մեջ այս մարդիկ ապրում են, չէ, սա միկրոկոսմոս է դառել։ Այս միկրոկոսմոսը քանդելու հանձնառություն իշխանական եւ ոչ մեկը չունի։ Ոչ մեկը չունի, մի օրինակ եմ բերում, այդ իրանց ուրախ ավտոբուսեր, թե տխուր տրոլեյբուսեր չեն անում, դրանց իրանք կորոշեն, ամենավերջում նստած են երկու կարկառուն քպեականներ, գիտեք չէ, իրենց նկարտակ, իրենք ինչ են ընդհանրեն գրել, բա լավերով, խառոշներով ավտոբուսը հետևել լռված ենք։ Մենակ այդ գրառումը բավարար է, որ այդ մարդը ընդհանրապես պետական ցանկացած հաստատությունից ոչ թե դուրս մղվի։ Երբեք այլևս ինքը պետական լիազորությունների պետք է մոտիկ չգա։ Նրան պետք է քննեն, նրան պետք է քննի հանձնաժողով, որպեսզի նա մի ինչ որ բավականին այսպես ցածր լիազորություն ունեցող կառույցում ենթադրենք գոնե ցրիչ ընդունվի։ Հա, բայց դուք մի հատ տեսեք իր շեֆով, եւ ամեն ինչ տեղն անգնում։ Նույն Նիկոլը չէր 21 թվականին ասում էր ազգային ժողովի բարձր ամբիոնից թե ինչեր թափ կտամ ձեր վրա։ Ես կներեք, բայց կներեք եթերան չի։ Այդ աղբը մեկ չպիտի տարածենք։ Ինչ ասել է, չասը, ինքը ինքնանկարագրական պնդումներ է կատարել։ Բայց շատերը այդ լսում են պարոն Կամենդատյան, ասում են, «Էսեք ինչ դուխով է մեր վարչապետը»։ Չէ, այդ դուխով, եսի ինչով բանով այս կարգի խոսացողներին մենք չպիտի նկարագրենք, նույնիսկ չպիտի անդրադառնանք։ Դրանք անհայտության մեջ պիտի գնան կորեն։ Դրանք գիտեք, պիտի դրանց մասին հիշատակումը նույնիսկ համարվի կոպիտ տոն, կոպիտ, ճիշտ է, հիմա քաղաքական կրքերը շիկացած են ընդհանրապես երկրում եւս, չէ, բայց մենք պետք է ներքին մի հանձնառություն ունենանք, որ նման աղբին, չէ, ընդհանրապես չանդրադառնանք։ Հակահարված կոնեք տանք։ Հակահարվածը, գիտեք, նրանք ոչինչ չեն ստեղծում, որ մենք նրանց հակահարված տանք։ Նրանք ստեղծում են իմ ասած այդ միկրոկոսմոսի մեջից էլ դուրս գալ չկա։ Հարգելի Հարապետյան, եթե դուք մտածում եք, որ այդ միկրոկոսմոսում ապրող բնավորված ինչ որ մեկին կարող եք պոկել այդտեղից, հույս մի ունեցեք, զուր հույսա։ Խնդիրը այն տատանվող, դեռևս չկողմնորոշված, դեռևս բարու ու չարի միջև ընդհանրենք սեփական ճանապարհը փնտրող մարդն է։ Իսկ այդ աղբը, չէ, այդ աղբը չկա։ Ես դες մի օրինակ նորից բերեմ, երբ որ սովետական ժամանակներում քաղաք բանտարկյաններին աքսորում էին, չէ, ընդհանրենք գուլագ էին տանում կամ մնացած ճամբարներն էին տանում, չէ, այդ նույն նավի վրա, որ իրեն ստանում էին կամ սալավկի են տանում, չէ, կային եւ հանցագործներ, կրկնահանցագործներ, ռեցիդիվիստներ ամենածանր մակարդակի, մարդասպաներ, բռնաբարներ եւ դրանց հետ միասին տանում են լուսավոր մարդկանց։ Այդ դոկտորների, ակադեմիկների, փառավոր գիտնականների, որոնք հետո ազատվելուց հետո նորից եկանցեցին իրենց հայրենիքի համար աշխատել, այս մարդիկ գիտության ամբողջ լույսը տարածեցին, բայց ինչ անենք։ Մենք հիմա ում մասին պիտի խոսանք։ Մենք պիտի խոսանք լուսավորի մասին, լուսավոր օրինակի մասին, գիտակից մարդու, այսպես ասած,
խարծխի մասխին պիտի խոսակ։ Իսկ այդ հանցագործը, այդ թափթփուկը, այդ ընդհանրենք այդ գարեջրի մի բաժակ գարեջրի մեր իր ընտանիքը, իր ամբողջ ունեցած չունեցածը խորտակողը մեզ հետաքրքիր չէ։ Չարենցը կասեր ատամնաթափ մի մարդ։ Այո, ասում եմ փողոցում քայլում էր մի բանվոր Պողոս, չէ՞։ Հիմա մի խնդիր էլ կա, որի մասին հավանաբար կարելի է այսօր անդրադառնալ, այսօրն է։ Այսօր այդ ներքին գործերի նախարարուհին եւ Հայաստանի դեռևս քաղաքական իշխանության լիազորություններով անձը, չէ՞, քննարկում են հայկական անձնագրերը։ Դուք տեսել եք էսքիզները։ Գույնը ոչ։ Գույների հետ կարելի է Էսքիզները արդեն բարձր, որովհետեւ Չէ, գույնը ոչինչ չի ասում։ Գույնը ոչինչ չի ասում, որովհետև աշխարհում ես նկարչության հետ որոշակի կապ ունեմ, ռեալ կան մի 4-5 գույն։ Դե իրանք այդ միամիտ հարցը օրակարգ գցեցին գույները։ Գույները։ Բովանդակության մեջ Անձնագրի մեջ գիտեք ինչ է պատկերված։ Եզերը նկատվում։ Ոչ։ Չեք նայել, ես սպասեք, հիմա ես պատմեմ, մեզ դիտողներն էլ պատմեմ։ Անձնագրի մեջ ներառված է ինչ որ լավաշ թխող, լավաշի այսպես թխելու բանը մի քոլիկ, ընդ որում գրավյուրաները սարսափելի որակի, այս բարձունը ասելու, գեղագիտական իմաստով, բայց քննարկենք այդ հարցը գաղափարական իմաստով եւ որոշակի անտեսանելի, այսպես իմպուլսներ ուղարկելու տեսանկյունից։ Ինչ որ Գառնիի տաճարը հեթանոսական, հետո Արագածի դիմաց երկու ինչ որ հովեկներ կանգնած, Արարատն էլ երեխեքը որ դպրոցներում նկարում են, խզբզում են, այդ մի բան։ Այդ դրանից հետո Էրեբունի իբրթե պարիսպներ չունեցե այդ կարգի։ Նկարագրել էին շումերական կամ ասորական մի հատ ինչ-որ զիկուրատի պարիսպներ, անկեղծ ձեզ ասեմ։ Դրանից հետո նկարել էին ամեն էջի մի նկար կա, մի զազրելի անորակ բան։ Նկարել են մյուս էջի վրա բանը ազգային ժողովի շենքը, մյուս էջի վրա նկարել էին բանի ՀՀ նախագահի շենքը, ընդհանրենք չէ, եւ ամենակարևորը նկարել էին խորվիրապը Թուրքիայի կողմից։ Ուրեմն ի՞նչն էր պակասում այս ամեն ինչի մեջ։ Պակասում էին երկու հիմնական բաղադրիչ՝ ինքնության եւ հավերժական ճանապարհ գնացող հայկական էթնոսի հիմնասյուները։ Արարատ բիբլիական սարը բացակայում էր, պարզապես չկար։ Եվ Էշմիածի մայր տաճարը։ Հավատի եւ մեր այսպես համամարտկային արժեքների այս երկու հիմնասյուները չկան։ Գիտեք չէ՞ ինչ են մեկնաբանում։ Ասում են խորվիրապը, մենք սովոր ենք, որ խորվիրապն է նկարած, ետևում Արարատն է երևում, չէ՞։ Ասում է մենք նկարել ենք խորվիրապը, որպեսզի այն կողմից, որպեսզի երևա ինքնիշխան մեր տարածքը։ Մի հատ դե բնականաբար սա սերիկայություն էլ չի, չեմ ուզում սա բառեր ասեմ, այդ ինչ որ հիմա մտածում են, ուզում են անեն, չէ, ով եկավ նոր իշխանություն, չէ, ես վստահ եմ նոր իշխանության առաջի քայլը լինելու է այդ այլանդակության, գեղագիտական այլանդակության եւ քաղաքական ապակողնորոշման այդ արգասիքի հետ ուղղորման դրա վերացնելը։ Հիմա քանի որ մենք շատ ենք զայրանում երևի, պետք է չզայրանանք, հիմա մենք սարկազմով հարց տանք։ Լավ, որ ազգային ժողովը եւ նախագահի նստավայրը նկարները դրել եք, չէ՞։ Ինչի ընդհանրակ ԱԳՆ-ի շենքը չեք դրել։ Լավ, ԱԳՆ-ի շենքը լավ դեր, բան ինչի չեք դրել։ ԿԳՍՄ այդ նախարարության շենքը ինչի չեք դրել։ Ենթադրենք կառավարության շենքը ուրա։ Ուրա կառավարության շենքը։ Կառավարության շենքը։ Հա, կամ լավ ենթադրենք
Զվարթնոցի Մաքսային կետի ենթադրենք շենքը ուր է ինչի չեք դրել։ Ասա այս ինչ այլանդակություն է։ Այս դուք անճաշակություն դե հասկանա դե ճաշակ որտեղ է ունեն այս մարդիկ։ Այս մարդիկ որտեղ է ճաշակ, որտեղ սովոր էին։ Որտեղ սովոր էին, բայց այս անճաշակություն եւ այդ ամեն ինչի մեջ ադրբեջանական եւ թուրքական նարատիվների հմուտ բավարարում։ Այս ամբողջ Հիմնական շեշտը, այո։ Հիմնական շեշտը Արարատը քեզ ինչ է խանգարում։ Ես մի հատ օրինակ բերեմ Արարատի հետ կապված։ Խոշոր դրամահատարներից մեկը բաներ կա ստեղծել, շարքեր ստեղծել աշխարհի լեռնագագաթները։ Մոտավորապես 30 լեռնագագաթ այնտեղ Ֆուջիամայից սկսած, Մոնբլանով ավարտած, Էլբրուսով, ընդհանրենք Պամիրի, չեմ ասում, Էվերեստը ջոմոլոգման 5-րդ, 6-րդ թողարկումից հետո հաջորդական թողարկում են, էլի։ Naturally ցանկը པարզ չէր։ Չեք պատկասել ինչ կարքի սիրտս փառավորվեց, որ Արարատի պատկերով դրան պատրաստեցին անգլիացիները այդ շարքի մեջ։ Εμir հարևան երկրներում կան բազմաթիվ լեռնագաղթներ, բայց այս մարդիկ գիտեք ինչ են, գիտեն biblical Ararat, սա բիբլիական Araratն է։ Լավ, հիմա ձեր այդ էությամբ չգնահատվող մեծության, էլի, ասենց ասեմ, այդ չգնահատվող մեծության էությամբ դուք ինչպես եք ձեռ բարձրացնում բիբլիական արժեքի եւ բիբլիական պատմություններում հայկական էթնոսի, Հայաստանի եւ հայ մարդու մասնակցության թեմայի վրա։ Այս ամեն ինչի պատասխանները հունիսի 7-ին կլինի։ Ես ձեզ անկեղծ ասեմ, եթե նույնիսկ հունիսի 7-ին չլինի, չէ՞, սա մեկ այս ամեն ինչը չի կարող անհետ անցնել։ Ես ձեզ մի օրինակ եմ ընդհանրում, օրինակ Ֆրանկոն, իսպանական բռնապետը, մի սարիկայի մեկը քանի 100,000 մարդ դրա պատճառով զոհվեց քաղաքացիական կռիվների ժամանակ։ Երկար ապրեց առանցին հանգամանքներից ելնելու, չէ, բայց հենց որ անհետացավ երկրային վրայից ֆրանկիզմի այդ ամբողջ բաղադրիչները, դրանց այդ ցուցանմուշները, դրանց դրոշները, դրանց գլխարկները, սպეციფიկ գլխարկներ էին կրում, չէ։ Այս ամենը պատմության աղբանոցն են նետվել։ Իսպանական ժողովուրդը նրան երբեք չի դիտարկելու որպես կայացած առաջնորդ, որպես կայացած մարդ։ Դե աշխարհում բոլոր բռնապետների ճակատագիրը։ Բոլոր բռնապետների ճակատագիրը դա է, ընդ որում այդ նույն կարգի Պինոչետը եղավ, չէ, կամ բան Ստալինը մի սովորական այսպես բուժքույրի օգնության կարիք էր ընդհանրեցնում, բայց մնաց ընդհանրենք հատակին պարկած այդ ինքը իր մեզի մեջ սատկեց։ Բայց մենք սրան չենք կարող համեմատել, հա, աշխարհի բռնապետների հետ, որովհետև նույնիսկ այդ համեմատականը այդ համատականը հավանաբար պատկերի խոշորացման վաղկոտ ինքն իրենից ես չեմ ուզում քննարկեմ, բայց ժողովրդական լեզվով ասած մի քիչ հումորով նաև անդրադառնանք, որովհետև հումորը ցանկացած բռնապետի պարզապես կործանում է, ասենց ասեմ, էլի լավ եք բրծել։ Բոկասը առաջին անունով կար Կոնգոյի մի բռնապետ, իր քաղաքական հակառակորդներին ուտում էր։ Մաս բաժանել էր, սառնարանում պահում էր, կամաց ուտում էր։ Ու մենք մի կտոր հաստվել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք։